Ողջույն։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ի տպավորությունների ազդեցության տակ է, երբ ուներ անհիմն բարձր վարկանիշ և լեգիտիմություն։ Կառավարման առաջին 2 տարում նա բավական մսխեց դրանք։ Երկրորդ ժամկետին մոտեցավ արդեն առանց վարկանիշի, իսկ ընթացքում սպառվեց նաև լեգիտիմությունը, տված ու չկատարած խոստումների, խոստացածի հակառակը անելու, պատերազմ, լոկալ հարձակում ու պարտությունների և այլ պատճառներով։ Երրորդ ժամկետը ապահովվեց բացառապես ուժայինների, վարչական ռեսուրսի, բռնաճնշումների ու ընտրակաշառքի, ընտրակեղծիքների միջոցով։ Վերջին ընտրությունները փաստեցին, որ նրա իշխանությունը այլևս լեգիտիմ չէ։ Այսօրվա թողարկմանը մի քանի կետով կներկայացնեմ այդ լեգիտիմության առասպելի փլուզումը։ Եվ այսպես, առաջին, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին հիմնական հենարանը պնդումն էր, թե ինչ էլ լինի, ժողովուրդը միևնույն է իրեն է ընտրում։ Այդ առասպելով տարիներ շարունակ պահում էր իր թիմին, ուժային համակարգը, հնարավոր աջակիցներին և արտաքին խաղացողներին։ Նրա հիմնական ուղերձը բոլորին նույնն էր. ես դեռ ունեմ ժողովրդի անվերապահ աջակցությունը։ Երկրորդ, այս ընտրությունները քանդեցին այդ առասպելը, ցույց տվեցին, որ ժողովրդի անվերապահ աջակցություն այլևս չկա։ Փաշինյանը այլևս չի ստանում այնպիսի մանդատ, որով կարող է ներկայանալ որպես անվիճելի լեգիտիմ իշխանություն։ Այո, նրա շուրջ կարող է մնացած լինել վարչական, թիմային կամ շատ փոքր էլ գաղափարական աջակցություն, բայց դա այլևս համաժողովրդական վստահություն չէ։ Երրորդ, օրերս հարցազրույցում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիտարկում է անում, եթե դաշտում հայտնվեր լրիվ անհայտ մարդ և նախընտրական շրջանում հայտարարեր թոշակները 10,000 դրամով ավելացնում եմ, վարորդական իրավունքից զրկումները վերականգնում եմ, սոցիալական այլ քայլեր եմ անում, նա նույնպես ձայն կհավաքեր։ Իսկ եթե այդ անհայտ մարդու օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ և ասեին, հենց սա է ձեր ապագան, սրանից լավը չկա, նա հավանաբար կհավաքեր ոչ պակաս, իսկ գուցե ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, նրա ստացած արդյունքը ոչ թե իր անձնական հեղինակության, այլ իշխանական ռեսուրսի, նախընտրական խոստումների և արտաքին աջակցության արդյունք էր։ Այդ գործիքակազմը ինքնին ձայն բերող փաթեթ էր և կրկնում եմ, արդյունքը ոչ թե պետք է համարել Փաշինյանի հանդեպ վստահության ապացույց, այլ իշխանական մեքենայի արդյունք։ Չորրորդ, ստացված արդյունքը պետք է գնահատել ոչ թե որպես ժողովրդի ազատ և անվերապահ վստահություն, այլ որպես անհավասար պայմաններում ռեսուրսների առավելագույն գործադրմամբ ստացված արդյունք։ Սա նշանակում է, որ Փաշինյանի իրական քաղաքական կապիտալը շատ ավելի ցածր է, քան փորձում են ներկայացնել։ Հինգերորդ, այդ արդյունքը ստացվել է արտաքին խաղացողների աննախադեպ ազդակների, վարչական ռեսուրսի կոպիտ օգտագործման, բյուջետային միջոցների անխնա նախընտրական շահագործման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և վախի մթնոլորտում։ Եղել են շտաբերի և կուսակցությունների նկատմամբ ուժային գործողություններ, թեկնածուների նկատմամբ, վստահված անձանց նկատմամբ, խուզարկություններ, ձերբակալություն, կալանքներ, գործող վարչապետի կողմից շարունակական սպառնալիքներ են հնչել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ ընդդիմախոսների հասցեին։ Այս ամենը ժողովրդավարական մրցակցություն չէր։ Սա իշխանության ամբողջ մեքենայի գործադրում էր մեկ մարդու քաղաքական փրկության համար։ Վեցերորդ, գլխավոր հարցն այն է, որ եթե Փաշինյանը իսկապես ուներ ժողովրդի անվերապահ աջակցություն, ինչու էր պետք այդքան վարչական ռեսուրս, այդքան ճնշում, այդքան սպառնալիք, այդքան ձերբակալություն, այդքան արտաքին աջակցություն և այդքան վախի մթնոլորտ։ Ուժեղ իշխանությունը չի վախեցնում։ Վախեցնում է այն իշխանությունը, որը գիտի, իր իրական աջակցությունը բավարար չէ։ Յոթերորդ, ձայների հաշվարկի դեռ սկզբնական փուլում իրեն հաղթող հռչակելը քաղաքական ազդանշան էր, հանձնաժողովներին,
կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ամբողջ պետական համակարգին։ Վստահ իշխանությունը սպասում է արդյունքների։ Անվստահ իշխանությունը փորձում է արդյունքի վրա ազդել առաջին իսկ պահից։ Հաղթող հռչակվելու շտապողականությունը խոսում էր վախի մասին։ 8. Եվ անգամ այս ամբողջ ռեսուրսի, ճնշումների, խոստումների եւ արտաքին աջակցության պայմաններում Փաշինյանը չստացավ հաշվարկված քվեների 50%-ը, սա ոչ թե ուժի, այլ լեգիտիմության ճգնաժամի նշան է։ Եթե այսպիսի պայմաններում արդյունքը այդքան սահմանափակ է, ապա իրական բնական աջակցությունը շատ ավելի թույլ է։ 9. Այն ինչ տեղի ունեցավ նախընտրական շրջանում եւ ընտրության օրերին, մեկ այլ երկրում լուրջ իրավական ու քաղաքական գնահատականի կարժանանար։ Գործող վարչապետի սպառնալիքները, ուժային համակարգի ներգրավումը, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, վարչական ռեսուրսի օգտագործումը ժողովրդավարական ընտրությունների հետ համատեղելի չեն։ Հայաստանում այս ամենը երկար ժամանակ պատշաճ գնահատական չէր ստանում, միայն մեկ պատճառով՝ կար պատրանք, թե Փաշինյանը դեռ ունի ժողովրդի լայն աջակցությունը։ Այդ պատրանքը այլևս չկա։ 10. Այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսականությունը որպես մեծամասնություն ձևավորող քաղաքական օրակարգ նույնպես առասպել է։ Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ոչ մեծամասնություն է, ոչ որոշիչ գործոն, առնվազն տեսանելի ապագայում։ Եթե հակառուսական օրակարգը իսկապես համախմբող մեծ ալիք լիներ, իշխանությունը այդ ծավալի վարչական ռեսուրսի, ճնշումների, արտաքին աջակցության եւ վախի մթնոլորտի կարիք չեր ունենա։ 11. Նույնը վերաբերում է այսպես կոչված եվրոպական վեկտորին։ Այն չստացավ այն մակարդակի աջակցություն, որի վրա ըստ ամենայնի մեծ խաղադրույք էր արվել։ Անգամ Մակրոնի ցուցադրական երևանյան քայլերը, Նիկոլ Փաշինյանին արևմտյան ուղղությամբ անվերապահ աջակցություն ցուցադրելը, ԱՄՆ-ից եկող քաղաքական ազդակները եւ ամբողջ արտաքին քարոզչական ֆոնը չունեցան սպասված ազդեցությունը։ Այդ ամբողջ արտաքին փաթեթը չվերածվեց ներքին մեծամասնության մանդատի։ Հենց իշխանության նշած հաշվարկով 741.544 ընտրող, այսինքն ընտրություն անում մասնակցածների 50.19%-ը այդ ուղուն այդպես էլ հավանություն չտվեց։ Սա նշանակում է, որ հակառուսականությունը եւ եվրոպական վեկտորի անվերապահ աջակցությունը չեն կարող ներկայացվել որպես ժողովրդի մեծամասնության կամք։ Դրանք կարող են լինել իշխանության քարոզչական առանցք, արտաքին գործընկերների համար մատուցվող փաթեթ, բայց ոչ ներքին քաղաքական մեծամասնության ապացույց։ Եվ վերջապես 12. Կարճ ասած, Փաշինյանի իշխանությունը այսօր կանգնած է ոչ թե ժողովրդի վստահության, այլ վախի, վարչական լծակների, բյուջետային հնարավորությունների, ուժային ճնշման եւ արտաքին հենարանների վրա։ Իսկ այն միակ առասպելը, որով նա արդարացնում էր այդ ամենը, ժողովրդի անվերապահ աջակցությունը, այս ընտրություններով փլվեց։ Կրկնվեմ, նույն ռեսուրսը, նույն խոստումները եւ նույն արտաքին աջակցությունը տային լրիվ անհայտ մարդու, նա էլ կարող էր ոչ պակաս, գուցե ավելի արդյունք ունենալ։ Հետևաբար, սա Փաշինյանի ուժի ապացույց չէ։ Սա ապացույց է, որ առանց իշխանական մեքենայի նրա իրական քաղաքական աջակցությունը բազմապատիկ սահմանափակ է։